Մեծ հաղթանակի 80-ամյակին։ Դուք մայիսի 9-ին հրավիրված էիք Մոսկվա, մասնակցել եք զորահանդեսին։ Պարոն Ծառուկյան, հարցս շատ պարզ է, բայց շատ ակտուալ, չէիք վախենում, որ ձեզ կմեղադրեն ռուսամետության մեջ։ Հիմա կարծես թե դա շատ մոդայիկ է։ Չէ, բայց ինչից վախենանք, մենք ինչ ենք արել, որ վախենանք։ Եթե ասենք թե այսօր հայրենական մեծ պատերազմին մեր ծնողների պապերը մասնակցել են 600,000-ից 300,000-ը հետ չեն վերադարձել 300,000-ի մեջ եղել են եւ ադմիրալներ, մարշալներ, 100-ից ավել ունեցել ենք հերոսներ, 80 գեներալներ, որը հաղթել են, մասնակից ենք, մենք այդ հաղթանակին մասնակից ենք։ Հաղթանակը միշտ դա հպարտություն է, մեծություն է, պատմություն է, դա որ հպարտության պետք է ասենք, հպարտության պետք է հիշենք, ներկայացնենք մեր երիտասարդությանը, դրանք մեր հերոսներն են, մեր հպարտությունն են, որ մենք դա պետք է հիշենք ու օրինակ ծառայի, ասենք թե մեր երիտասարդության համար։ Չի կարելի բաժանել ռուսամետ արվեստամետ, դա հենց հանցագործություն է, մեծ հանցագործություն է։ Ինչքան հայ բնակում է Հայաստանում, այնքանից ավել բնակում է Ռուսաստանում, ավել բնակում է Ամերիկայում, Եվրոպայում։ Եվ մենք իրավունք չունենք մեր հայրենակիցներին բաժանելու մաս։ Մենք հայ ենք, ունենք մեկ հայրենիք։ Միասնական մի բռունց կազմած, որ ցանկացած մարտավերին մենք միշտ հաղթող ենք դուրս գալու։ Մասնակցել եմ, եղել եմ Կարմիր հրապարակում, ցանկալի կլներ, որ մեր զորախումբը անցներ, մեր հայկական հայ զինվորները, մեր Արցախի զինվորները, ընտրած տղաներ, անցնելով, որ դա ցույց ենք տալու եւ իմ կողքի նստածները կտես եւ ամբողջ աշխարհը կտեսներ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եղել են կան, պետք է մնան, դա անհրաժեշտություն է։ Այսօր մենք Ռուսաստանի հետ ոչ թե մեր հարաբերությունները պետք է փոխենք։ Բարձա մենք հարց ունենք Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանն էլ մեր հետ հարց ունի։ Պետք է կլոր սեղանի շուրջ նստենք, վերականգնենք, կազմակերպենք, քննարկենք անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը, երկարաժամկետ, ավելի մեծ շուկաներ գրավենք։ Ոչ թե մարդիկ կան դատարկ խոսելով, ասում են Ռուսաստանի շուկաները փակենք, նորը կբացենք։ Ես ուզում եմ հարց տամ տվյալ մարդին, իրական կյանքում, ինքը շուկա բացած կա։ Ինքը գործան բացած կա 1000 աշխատող ունեցել է, որ կարող են այդ արտադրանքը արտադրել, արտահանել, վաճառեն ու այդ գումարներն էլ կարող ամսավերջին, որ այդ մարդկանց ռոճիկները տան, որ այդ մարդիկ կարողանան, ասենք, իրենց հոգսերը հոգալ։ Այսօր ինչ որ տասնամյակներ մենք Ռուսաստանի հետ աշխատում ենք, որ ծանոթ են մեր արտադրանքի, մեր հիմնական ժողովրդի հետ, կապերը, ծանոթությունը, մենք այլ պետք է կարողանանք ավելի մեծացնենք, ավելի զարգացնենք, երկարաժամկետ ծրագրեր Ռուսաստանի հետ, իրար կողք կողքի, ձեռ-ձեռի տված, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք, երկարաժամկետ տարին տարվա վրա ավելի շատ, ավելի մեծացնենք մեր շուկաները ինչ որ կա ընդլայնելով, տեսականին, քանակը ավելացնելով, որ լիարժեք այդ ժամանակ եւ մեր պետությունը հզոր կլինի եւ ժողովուրդը բարեկեցիկ կապրի։ Այսօր ամբողջ աշխարհին տեսնելով պետությունները, գերպետությունները ցանկանում են Ռուսաստանի հետ լավ լինեն։ Իրենց ասենք թե ժողովրդի, իրենց պետության անվտանգությունը ապահովելու համար։ Մենք ոնց կարող ենք մեր բարեկամ երկրի հետ, որ մենք հարաբերությունները փչացնենք, ասենք մեր ժողովրդին ուր ենք տանելու, ինչ է մեր ուզածը։ Այսօր եթե մեկը կարա լրացնի, որ ասենք թե ինչ որ Ռուսաստանն արե, անում, կարանի, մյուսը անի, ես դեմ չեմ, բայց այդպիսի բան համապետական կարգով նայեք։ Այսօր ամբողջ աշխարհն ուզում Ռուսաստանն հետ լավ լինի։ Մենք պետք է դա ամրապնդենք, զարգացնենք, շտկենք, որ հարաբերությունները բարեկեցիկ, դրացական, հարազատորեն լինի, բայց դա չի նշանակում, որ պետք է մենք Եվրոպայի, Ամերիկայի հետ հարաբերությունները փչացնենք։ Մեր գործընկերը Ռուսաստանն է, պետք է ամրապնդենք, հզորացնենք, զարգացնենք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք եւ Ամերիկայի հետ էլ շփվենք, Եվրոպայի հետ էլ շփվենք։ Սա հիմնական։ Այսինքն եւ երկարաժամկետ, եթե ճիշտ հասկացա ձեր տեսլականը, ծրագրեր ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական համագործակցության ձևաչափում Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ արևմուտքի հետ, հա, հավասարակշռված օրակարգ։ Ռուսաստանի հետ, արևմուտքի հետ, մենք բոլորի հետ պետք է կապ ունենանք, աշխատենք, շուկաները զարգացնենք, այո, երկարաժամկետ ու ամեն անգամ ավելի մեծ ներդրումներով, մեծ ծրագրերով, ինչ որ մեր հնարավորությունը կա, ինչ որ պոտենցիալ մենք ունենք, ինչ որ ունենք, նրա հիման վրա պետք է աշխատացնենք, կազմակերպենք ու զարգացնենք, որ շուկաները ընդլայնվի, ավելի մեծանա, բյուջե ավելի մեծ գումարներ գա, ժողովրդի աշխատավարձը բարձրանա, հարկերը մեծանա, ցանկացած երկրում, եթե ժողովուրդը աղքատ է, պետությունը զոր չի կարող լինել։
Ժողովուրդը պետք է հարուստ լինի, ժպիտը դեմքին լինի, անվտանգությունը ապահովված լինի, այդ դեպքում երկիրն էլ կարող է ծաղկել, հզորանալ, ժողովուրդն էլ երջանիկ ապրի։ Եվ ոչ մեկը երկրից չի գնա։ Ինչի համար են գնում։ Չեն կարող ապրել, չեն կարող վարկերը փակեն, չեն տեղավորվում։ Ճարահատված են գնում, ոչ մեկ իրարին քիչ չի ուզում գնալ։ Այդ ցանկալի է մնալ իր ծննդավայրում, իր երկրում, իր հարազատների, բարեկամների հարևանության հետ, որ նույն ադատի, նույն ավանդույթի մարդիկ են երջանիկ ապրեն։ Սա հիմնական խնդիրը։